Խոսքը միայն ռուսական ցորենի մասին չէ, նաև ղազախական ցորենը, որը ճանապարհին է կգա։ Այլ բան, որ Ռուսաստանը ցանկացել է առաջ ընկնել եւ պահպանել իր որպես Հայաստան հացահատիկի ներկրողի գերակա դիրքը։ Հիմա Հայաստանը պետք է ասեր, չէ, չեմ ուզում այդ ուրեմն երկաթուղով հացահատիկը գա։ Մենք երբևէ մեր արժեվ նպատակ չենք դրել դիվերսիֆիկացիան իրականացնել, փակելով գործող լոգիստիկ հնարավորություններ։ Այդպիսի նպատակ Հայաստանի կառավարությունը, կառավարող ուժը չի հռչակել։ Դիվերսիֆիկացիա նշանակում է գործողի պահպանմամբ նոր ուղիների հայթայթում։ Եւ մենք սա արել ենք եւ պետք է տեսնել իրավիճակը այնպեսին, ինչպեսին կա, բայց գիտեք, սա առաջի քայլերն են։ Իհարկե մենք պետք է շարունակենք ջանքեր գործադրել, այո, ինչու ոչ։ Մի օր էլ Ուկրաինայից հացահատիկներ կրելու եւ ոչ միայն հացահատիկ։ Իհարկե դա ամենակարևոր ապրանքներից մեկն է երկիր ներկրվող, բայց նաեւ վառելանյութի առումով, էլի շատ կարևոր ապրանքներ կան, որոնք մեր երկրի կախվածությունները մեղմելու համար են, բայց կրկին մենք երբևէ չենք հռչակել, որ մենք մեր գործող հարաբերություններին ի վնաս կամ դրանք բանանելու, ինչ որ զսպելու ճանապարհով ենք փորձում դիվերսիֆիկացիա իրականացնել։ Մենք բաց ենք ամեն տեսակի համագործակցության համար, լավագույն գինը, լավագույն ճանապարհը իհարկե կարող են առաջարկել, մենք էլ կդիտարկենք եւ մեր շահերի հաշվառմամբ առաջ կշարժվենք։